Իսկ դուք ձեր հարևանից, բարեկամից կամ տաքսու վարորդից լսել եք, որ ընտրություններից հետո թոշակները նվազելու են, իսկ առողջական պարտադիր ապահովագրության ծրագիրը չեղարկվելու։ Եկեք փաստերի ստուգման հարթակի հետ ստուգենք այս լուրերն ու հասկանանք, թե ինչու եւ ինչպես են դրանք տարածվում։ Այսպես, վերջին շրջանում հաճախ ենք լսում լուրեր, թե ընտրություններից հետո կառավարող քաղաքացիական պայմանագրի վերընտրվելու դեպքում առողջական պարտադիր ապահովագրությունը կամ չեղարկվելու է կամ սահմանափակվելու են դրանց ծառայությունները եւ նվազելու են թոշակները։ ՖԻՊԷ-ը դիմեց կառավարության համապատասխան գերատեսչություններին։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ լուրերը սովորական կեղծիք են։ Առողջության ապահովագրության ծրագիրը ոչ միայն չի չեղարկվելու կամ սահմանափակվելու, այլ ընդհակառակը ընդգրկելու է Հայաստանի ողջ բնակչությունը, իսկ թոշակները բնականաբար չեն կարող նվազել, որովհետև այդպիսի բան օրենսդրությամբ հնարավոր չէ։ Սրանք սովորական կեղծ լուրեր չեն, դուք չեք հանդիպի դրանք խոշոր ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում կամ թվային որևէ տիրույթում։ Սակայն մարդիկ հեշտորեն հավատում են դրանց, քանի որ հակված են վստահելու իրենց ծանոթների, բարեկամների կողմից ստացված տեղեկատվությանը։ Այս դեպքում մենք գործ ունենք շշուկային կամ, ինչպես ասում են, օֆլայն կեղծիքի հետ։ Հիշեք, եթե լուրը գալիս է ծանոթից, դա դեռ չի նշանակում, որ այն ճիշտ է։ Նախքան հավատալն ու այն տարածելը, ստուգեք տեղեկատվությունը։